Փետրվարի 1-ն է Երևան Սարալանջից դեպի Սարեթաղ տանող ճանապարհահատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են BMW-ն և Nissan Magnich-ի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել է, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների կա 4 վիրավոր, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատներից մեկի փրկարարները և Երևանի 103 շտաբ օգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Վիրավորներից երկուսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները, այդպես էին նշում քաղաքացիները, իսկ բժիշկներն էլ մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները, գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի և գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։ Այս պահին տեսնում եք, բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել է և կարելի ասել հայտնվել է հենց երթևեկելի գոտում, իսկ BMW-ն էլ Nissan-ն էլ բախվել է քարե պատին։ Դեպքի մասին պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից իմ տեղեկություններով արդեն հերթապահ քննիչը մեկնել է հիվանդանոց, ապա կժամանի դեպքի վայր։ Այս պահին պարեկները սահմանազատել են տարածքը և պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ճանապարհը լրիվ սառած է, մերկասառույց, աղ ու ավազով կարելի ասել մշակված չի եղել, հետևաբար մնում է պարզել անվադողերը ձմեռային են, թե ոչ, ամառային են, թե ձմեռային, բայց որ ճանապարհը մերկասառույց է եղել, դա նշում էին նաև այն քաղաքացիները, ովքեր փրկարարների հետ հավասար օգնություն են ցուցաբերել վիրավորներին։ BMW-ն է խփել պատին, Nissan-ը կողաշրջվել է, BMW-ն խփել է քարե պատին։ Տարածքը կենտրոնին նա թե Էրեբունին։ Մարաշինն է, Նորք Մարաշի տարածքն է, Նորք Մարաշի թաղապետը ստե պետք է հետևություններ անի։ Չնայած կասի իմը չի, Երևանը պետք է քաղաքապետարանը պետք է աղ ու ավազով մշակի։